Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ինչ է նախատեսվում այնտեղ։ Դատական վճիռ, թե քաղաքական հաշվեհարդար, ինչ հայտարարություն է տարածել Վարդանյանի իրավաբանական թիմը։ Միջազգային ճնշումը կաշխատի Բաքվի դեմ, ինչպես պետք է պատասխանի Հայաստանի ղեկավարությունը Ալիևին։ Եթե պարոն Ալիևն ունի ապացույցներ, ես անում եմ պարզ առաջարկ։ Գնանք միջազգային քրեական դատարան։ Ես կսպասեմ պատասխանին։ Ժնևը նոր հարթակ է պատերազմի ավարտի համար, ինչ են քննարկել կլոր սեղանի շուրջ ավելի քան 4.5 ժամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Վաղը Վաշինգտոնում Փաշինյանը կմասնակցի Խաղաղության խորհրդի անդրանիկ նիստին։ Խորհուրդը, որի նախագահն է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, ստեղծվել է վերահսկելու Գազայի հրադադարի պահպանումը եւ հետպատերազմյա վերականգնման գործընթացը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եւս խորհրդի կազմում է եւ հավանաբար նա նույնպես կմեկնի Վաշինգտոն նիստին մասնակցելու։ Ավելի վաղ Կրեմլից հայտնել էին, որ ռուսական կողմը չի պլանավորում մասնակցել Խաղաղության խորհրդի առաջին նիստին։ Մինչ Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղության մասին եւ հիմա էլ մեկնում Վաշինգտոն աշխարհում խաղաղություն հաստատելու, Բաքվում Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին դատապարտում են 20 տարվա ազատազրկման։ Վարդանյանի պաշտպանները Բաքվի կայացրած վճիռը համարում են իրավաբանորեն անհիմն եւ քաղաքական ենթատեքստ ունեցող։ Նրանց գնահատմամբ այն անհամատեղելի է արդար դատաքննության միջազգային չափանիշների հետ։ Իրավաբանների թիմը միջազգային կազմակերպություններին եւ պատասխանատու կառավարություններին կոչ է արել անհապաղ քայլեր ձեռնարկել պաշտպանելու Վարդանյանի եւ Բաքվում պահվող մեր մյուս հայրենակիցների իրավունքները եւ ապահովելու նրանց ազատ արձակումը։ Դատավարության կողմերի հավասարության սկզբունքը չի գործել։ Պարոն Վարդանյանին չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն։ Նման հանգամանքներում դատավճիռն անկողմնակալ չի կարող լինել։ Մեղադրանքների բնույթն ավելի է ընդգծում մեղադրանքի քաղաքական էությունը։ Պարոն Վարդանյանը քրեական պատասխանատվության է ենթարկվել ոչ թե ապացուցված անհատական արարքների, այլ Արցախի ինստիտուտների հետ քաղաքական ներգրավվածության ու հանրային ծառայության համար։ Ժամանակակից քրեական օրենսդրությունը եւ պետական եւ միջազգային թույլ չի տալիս քրեականացնել ինքնությունը, քաղաքական պատկանելությունը կամ կառավարման հաստատությունների հետ առնչությունը, առանց կոնկրետ եւ ապացուցված հանցավոր գործողությունների։ Սակայն ինչպիսին կլինի միջազգային արձագանքը, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օրերս Մյունխենում Ֆրանս 24-ին տված հարցազրույցում փաստացի բացառել էր Արցախի դատապարտված առաջնորդներից որևէ մեկի ազատ արձակումը, նրանց համեմատելով նացիստների հետ։ Բաքվի կայացրած որոշումներին առայժմ հրապարակային չի արձագանքել պաշտոնական Երևանը։ Մինչ իշխանությունը լռում է, Ալիևի հայտարարություններին արձագանքել է Միասնության թևեր քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Նա ուղերձ պատասխան է հրապարակել այնպիսի ձևակերպումներով, որոնք ըստ նրա Հայաստանի ղեկավարությունը պետք է հստակ եւ սկզբունքային ձևով հնչեցնի։ Քանի որ Հայաստանի ներկայիս վարչապետն անկարող է պատասխանել ինչպես պետության ղեկավարը հայկական կողմի անունից, ես կտամ այդ պատասխանը եւ ցույց կտամ, թե ինչպես պետք է պատասխանի Հայաստանի վարչապետը։ Պարոն Ալիև, նախ եւ առաջ դուք օգտագործում եք ատելության խոսք մեր հայրենակիցների նկատմամբ, որոնք գերության մեջ են պահվում ադրբեջանական բանտերում եւ անընդհատ նրանց վերագրում եք մարդկության դեմ հանցագործություններ։ Եթե դուք ունեք ապացույցներ այսպես կոչված հանցագործությունների վերաբերյալ, եկեք գնանք միջազգային քրեական դատարան։ Ավելին, դուք փորձում եք անհիմն զուգահեռներ անցկացնել Արցախի հայերի վերադարձի իրավունքի եւ արևմտյան Ադրբեջան ծավալապաշտական անունը կրող կազմակերպության միջև։ Ես ձեզ առաջարկում եմ գնանք միջազգային քրեական դատարան։ Ցանկանում եք հետ կանչել միջազգային իրավական պահանջները որպես իրավաբան։ Գիտեմ, որ իրավունքը, նաեւ փաստերը մեր օգտին են։ Եթե պարոն Ալիևն ունի ապացույցներ, ես անում եմ պարզ առաջարկ։ Գնանք միջազգային քրեական դատարան։ Ես կսպասեմ պատասխանին։ Տեղափոխվենք Հայաստան, որտեղ նույնպես ընթանում են բարձր հնչեղություն ունեցող դատական գործընթացներ։ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը Գևորգ Ներսիսյանը ավելի քան 1.5 ամիս կալնավայրում անցկացնելուց հետո կվերադառնա տուն։ Դատարանը նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխարինել է տնային կալանքով։
Դատարանը արձանագրում է, որ կրկին անգամ վերջիններիս հարցաքննության կանչելու հավանականության հանգամանքով պայմանավորված շարունակում է արտադրել մեղադրյալների կողմից հետոների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ռիսկը, սակայն այն ժամանակի ընթացքում որոշակիորեն նվազել է եւ դատարանը գտնում է, որ այլընտրանքային խափանմիջոցների համակցության կիրառմամբ հնարավոր է ապահովել մեղադրյալների պատշաճ վարքագիծը։ Ուստի դատարանը ղեկավարվելով քրեական դատավարության օրենսգրքի 122-ից 123-րդ, 125-րդ, 127-րդ եւ 270-րդ հոդվածներով որոշում է մեղադրյալ Գևորգ Գրիգորի Ներսիսյանի նկատմամբ ընտրված խափանմիջոց կալանքը փոխել այլընտրանքային խափանմիջոցների համակցության տնային կալանքի 3 ամիս ժամկետով գրավի 1 միլիոն դրամի չափով եւ բացակայելու արգելք։ Երեկ կայացել է նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստը, որը փակ էր լրատվամիջոցների համար, քանի որ հարցաքննում էին վկաներին։ Նիստի ավարտին է միայն լրագրողներին հնարավորություն տրվել հարց ուղղել քաղաքապետին։ Ղուկասյանը հարցերին սաղմոսով է պատասխանել։ Տեր դավիճ այն օծիկ, որ տադեն ձեզ, մարզնչի այն օծիկ, որ մարզն չեն ձեզ, ես մերկում եմ, այսպես պիտի լինի, Ների կալուսն է, ների արբանյակները եկել են, երևում են և պատրաստվեք դիմացի ընտրություններին, որ Հայաստանի Հանրապետությունը լինի լուրջ ձեռքերում, լուրջ մարդկանց ձեռքում և գրվածքներ կատարվում է, տասնյակ սրբերի գրվածքը պիտի կատարվի աշխարհի վերջին օրերին, ինչ պիտի լինի հայոց ազգին։ Ասեմ ձեզ, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետև Աստված ընդ մեզ է, առաջ Աստված, հանգիստներ լավ է լինելու։ Հեծի անվան շուրջ հերթական հակասական հայտարարություններն են հնչել այս անգամ էլեկտրաէներգիայի սակագնի և ընկերության վարկային պարտավորությունների շուրջ։ Ընկերության նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար Ուժեղ Հայաստան կուսակցության վարչության անդամ Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ իշխանությունը փորձում է հասնել հեծի արժեքի կտրուկ նվազեցման։ Իսկ ով է խաբում սպառողին, Սեդա Մակարյանն է ներկայացնում։ Հեծի անվան շուրջ հերթական հակասական հայտարարություններն են հնչել։ Էլեկտրաէներգիայի արժեքի վրա հեծի վարկերի ազդեցության վերաբերյալ իշխանությունից տարբեր դիրքորոշումներ են ներկայացվում։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հայտարարեց, որ հեծի վերցրած վարկերը չեն ներառվում էլեկտրաէներգիայի գործող սակագնի հաշվարկում։ Նրա խոսքով սակագնային քաղաքականությունը կառուցվում է հաստատված մեթոդաբանությամբ եւ վարկային բեռը չի փոխանցվում սպառողներին։ Մեթոդաբանության իմաստով, այո, վերցրած վարկերի տոկոսները, իսկ խոսքը գնում է ոչ թե վերցրած վարկերի, այլ վերցրած վարկերի տոկոսների մասին։ Վերցրած վարկերի տոկոսները չեն մտնում սակագնի մեջ։ Մինչդեռ ավելի վաղ Գևորգ Պապոյանը ներկայացրել էր այլ պատկեր։ Էկոնոմիկայի նախարարը նշել էր, որ հեծի ֆինանսական պարտավորությունները, այդ թվում վարկերը, այս կամ այն ձևաչափով արտացոլվում են սակագնային քաղաքականության մեջ։ Իսկ ում հաշվին է այդ անտոկոս վարկը։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների։ Այս լույսը, որը վառվում է, կամ այդ հեռուստացույցով հիմա մեզ դիտում են մեր քաղաքացիները, իրենց վճարած էլեկտրաէներգիայի փողի մեջ մտած է այս վարկի տոկոսը։ Մեսրոպյանն ասում է, գուցե նախարարը քաղաքական գնահատական է տվել։ Պարոն Պապոյանը բացի էկոնոմիկայի նախարար լինելուց հանդիսանում է նաև քաղաքական գործիչ եւ ինքը երևույթին տվել է ըստ էության միգուցե նաև քաղաքական գնահատական։ Քաղաքական գնահատականը սպառողին չի հետաքրքրում, ասում են մասնագետները։ Այս փուլում հստակեցման կարիք ունի մեկ բան՝ վարկային բեռը ամբողջությամբ կրում է ընկերությունը, թե այն հաշվարկային մեխանիզմների միջոցով կարող է մասամբ արտացոլվել սակագնում։ Ինչպես կարող է ստեղծված իրավիճակն ազդել սպառողների վճարած սակագնի վրա։ Մեր երկրում փորձագիտությունը ցավոք սրտի մեռնում է կամաց-կամաց։ Մինչդեռ փորձագիտությունը շատ ավելի բարձր պետք է լինի կանգնած, քան քաղաքականությունն է։ Սա եկել է մի հարթություն, երբ որ դա քաղաքական լուծում է պահանջում։ Սպառողը պետք է իմանա մի բան, որ էկոնոմիկայի նախարարը խաբել էր, ավելին հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը այս ոլորտում այլևս իր պաշտպանը չի եւ քաղաքականության պաշտպանն է։
Հեցի նախկին տնօրեն Դավիթ Ղազենյանը շարունակում է պնդել միայն բնակչության համար էլեկտրաէներգիայի արժեքը հնարավոր է նվազեցնել 2-ից 3 դրամով։ Խմբակի ներկայացուցիչները հայտարարում էին, որ տարածաշրջանում ամենաթանկն է, 6 ամիս է դուք եք կառավարում եւ առաջին անգամ դուք իրավունք ունեք նաեւ դիմեք հանրային ծառայությունների կարգող հանձնաժողով իջացնելու համար։ Հիմա ֆիքսենք, իրենք ասում են մենք շատ լավ ենք կառավարում, իրենք ասում են, որ այսպես թալանվել է, չգիտեմ, կոռուպցիա եւ այլ հիմա չկա, բայց ուր են գնում այդ գումարները, եթե մենք թալանում ենք, մեր մոտ կար կոռուպցիա, հիմա իրանք անդադ գրում են, այսքան վերադարձրեցինք, դե ի՞նչ ասեք սակագինը։ Այսպիսով նույն ոլորտի պատասխանատու կառույցների հայտարարություններն առնվազն տարբեր շեշտադրումներ ունեն, մինչ սպառողները փորձում են հասկանալ իրենց վճարած սակագնի կառուցվածքն ինչից է բաղկացած, պաշտոնական դիրքորոշումներում հստակություն չկա։ Սդամ Ակարյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Հայաստանում գործող Եվրոպական միության դիտորդական առաքելությունը նոր ղեկավար ունի։ Եվրոպական միության խորհուրդը առաքելության ղեկավար է նշանակել Սատու Կոյվուին։ Նա պաշտոնը կստանձնի 2026 թվականի փետրվարի 20-ից փոխարինելով գործող ղեկավար Մարկուս Ռիտերին։ Սատու Կոյվուն ֆին ավագ ոստիկան է ավելի քան 35 տարվա ազգային եւ միջազգային փորձով։ Մինչ նշանակումը նա աշխատել է Ֆինլանդիայի ազգային ոստիկանության վարչությունում որպես մարդկային ռեսուրսների ղեկավար։ Ռուս-ուկրաինական պատերազմի կարգավորման շուրջ դիվանագիտական ակտիվությունը շարունակվում է Ժնևում։ Ռուսաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցությունները տևել են 4.5 ժամ։ Կողմերը դեռևս մանրամասներ չեն հրապարակել, սակայն ավելի վաղ հայտարարվել էր, որ եռակողմ քննարկումները կշարունակվեն նաեւ այսօր։ Մինչ ուկրաինական ուղղությամբ քննարկումները շարունակվում են, Ժնևում զուգահեռաբար ընթանում է եւս մեկ կարևոր դիվանագիտական գործընթաց։ Իրանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նույն հարթակում բանակցություններ են վարում Օմանի միջնորդությամբ։ Օրակարգի առանցքում իրանական միջուկային ծրագիրն է եւ պատժամիջոցների ճակատագիրը։ Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ բանակցությունների ընթացքում քննարկում են ինչպես պատժամիջոցների հայտարարման մեխանիզմները, այնպես էլ այսպես կոչված միջուկային թղթապանակի տեխնիկական մանրամասները։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը եւս փորձել է մեղմել լարվածությունը, հայտարարելով, որ Իրանը միջուկային զենքի չի ձգտում եւ պատրաստ է ապացուցել դա։ Նրա խոսքով Թեհրանը չի հրաժարվի խաղաղ ատոմային ծրագրից, որը, ինչպես ընդգծել է նախագահը, անհրաժեշտ է բժշկական, գյուղատնտեսական եւ արդյունաբերական նպատակներով։ Էլ ինչ լեզվով ասենք, որ մենք միջուկային զենք չենք ուզում, հռետորական հարց է հնչեցրել Փեզեշքյանը, հավելելով, որ հույս ունի, որ ԱՄՆ-ն եւ միջազգային հանրությունը չեն հավատա միջուկային ռումբի մասին շրջանառվող լուրերին։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն Երուսաղեմում Ամերիկայի հրեական խոշոր կազմակերպությունների նախագահների համաժողովում հայտարարել է, որ որոշ շրջանակներում Թուրքիան գնահատվում է որպես Իրանից ավելի վտանգավոր հակառակորդ։ Նա միաժամանակ կոչ է արել աշխարհասփյուր հրեական համայնքներին ակտիվորեն ներգրավվել պայքարի մեջ ոչ միայն ռազմական, այլև տեղեկատվական եւ թվային հարթակներում։ Հրապարակվել են Հորմուզի նեղուցում Իրանի ռազմածովային ուժերի անցկացրած զորավարժությունների կադրերը։ Բելարուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ արտասահմանում գտնվող Բելարուս ընդդիմադիրների կեսը Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի գործակալ է։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հնդկաստանում հայտարարել է, որ Ֆրանսիան հնարավոր է չափազանց անձիջում է եղել հնդիկ ուսանողներին վիզա տրամադրելու հարցում։ Նա հավելել է, որ կանեն ամեն բան, որպեսզի ապագայում այդ գործընթացը հեշտացվի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգում մոտ 30 մեքենաների մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով զոհվել է 4 մարդ, վիրավորվել 29-ը։ Միացյալ Նահանգների Տեխաս եւ Օկլահոմա նահանգներում մոլեգնում են լայնածավալ անտառային հրդեհներ։ Իլոն Մասկը Netflix-ին առաջարկել է նկարահանել սերիալ, որտեղ նա կներկայացվի որպես սևամորթ տղամարդ։ Խնդրում եմ դա իրականություն դարձրեք, դա հրաշալի կլինի, գրել է նա։ Հոնկոնգի օդանավակայանում ուղևորը սկսել է ջարդուփշուր անել ինքնագրանցման կետերը։
Անահիտ Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Եվ վերջում Գագիկ Սուրենյանը հայտնել է, որ այսօր փետրվարի ամենատաք օրն է։ Սյունիքի եւ Տավուշի հովիտներում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի մինչեւ 23-ից 24 աստիճան տաքության, Արարատյան դաշտում մինչեւ 19 աստիճան տաքության, Երևանում սպասվում է մինչեւ 17-ից 18 աստիճան տաքություն։ Այժմի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում ու TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի հաջորդ թողարկումը եթերում կլինի ժամը 15-ին, տաղավարում կաշխատի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանը։